Ինչպես բաշխել համայնքային միջոցները եւ որ խնդիրներն են առաջնային քաղաքի համար։ Այսօր Գյումրու քաղաքապետարանում տեղի ունեցավ հանրային բաց լսում քննարկում նվիրված 2026 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացին։ Հանդիպմանը ներկային ավականու անդամներ, ծրագրերի հեղինակներ եւ շահագրգիռ քաղաքացիներ։ Մասնակցային բյուջետավորում 2026 ծրագրի ընթացքում ներկայացված առաջարկայտերի եւ հանձնաժողովի նախնական գնահատման արդյունքում քվեարկության փուլ տեղափոխված առաջարկների մասին ծանոթացնել այդ առաջարկներին եւ հանրությանը տեղյակ պահել, թե ոնց կարելի է քվեարկել, ոնց կարելի է մասնակցել համայնքի կառավարմանը։ Լսումների ընթացքում ներկայացվեց, որ այս տարի ստացվել է 5 նախագծային առաջարկ, սակայն հանձնաժողովի նախնական գնահատման արդյունքում քվեարկության փուլ են անցել միայն 3-ը։ Ըստ մասնակցային բյուջետավորման կառավարման հանձնաժողովի քարտուղար Լենա Մխիթարյանի, բիոզուգարանների կառուցման ծրագիրը հանվել է օրակարգից, քանի որ քաղաքի հնգամյա զարգացման պլանով արդեն իսկ նախատեսված է 4 նմանատիպ կետի կառուցում։ Նաև կանաչապատ տարածքում եւ Մուշ թաղամասում բացօթյա ամֆիթատրոններ հիմնելու 2 առանձին հայտեր են միավորվել մեկ ընդհանուր ծրագրի մեջ։ Մինչև փետրվարի 25-ը գյումրեցիները հնարավորություն ունեն ընտրություն կատարել հետևյալ նախագծերի միջև. շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի վերափոխումը ժամանակակից բազմաֆունկցիոնալ մարզակրթական համալիրի, հաղթանակ զբոսայգու զարգացման եւ համալիր բարեկարգման ծրագիրը, բացօթյա ամֆիթատրոնների կառուցման նախագիծը։ Այս 3-ից ֆինանսավորվելու է միայն 2-ը։ Յուրաքանչյուր ծրագրի բյուջեն կազմում է 43 միլիոն դրամ, որը ձևավորվելու է պետական եւ տեղական բյուջեների համաֆինանսավորմամբ։ Այդ հայտարարություններից կիրականացվեն այն առաջարկները, որոնք որ ձեր քվեների օգնությամբ կհավաքեն նվազագույն շեմը, որը կազմում է 2612 ցայն, ինչը քիչ չի մեր համայնքի համար։ Ծրագրերի հեղինակները բարձրաձայնեցին մի շարք խնդիրներ։ Եթե նախկինում ծրագիրը հաղթող ճանաչվելու համար պետք է հավաքեր բնակչության 1%-ի քվեն 1306 ձայն, ապա այժմ այդ շեմը կրկնապատկվել է, դառնալով 2% կամ 2612 ձայն։ Ոմանք դժգոհեցին, որ առցանց հարթակը թերի է աշխատում, իսկ քվեարկության համար թե անձնագրային տվյալների, թե սոցիալական քարտի պահանջը վանող է եւ բարդ։ Բարձրացվեց հարցն այն մասին, որ շատերը մասնակցային բյուջետավորումը շփոթում են նախընտրական գործընթացների հետ, մտածելով, թե սա ձայներ հավաքելու ձև է։ Գյումրու քաղաքապետին փոխանող Ավետիս Արաքելյանն առաջարկ հնչեցրեց դիմել կառավարություն, որ թույլատրեն նաև թղթային քվեարկություն, ակտիվությունն ապահովելու համար։ Նշվեց, որ նախորդ տարի Գյումրիում մասնակցային բյուջետավորմամբ հաղթող ճանաչված թափառող կենդանիների կացարանի ծրագիրը չիրականացվեց, ոչ թե քաղաքապետարանի մեղքով, այլ այն պատճառով, որ հայտարարված մրցույթներին ոչ մի կազմակերպություն չդիմեց։ 25 թվականին, տեսեք, մինչև դեկտեմբեր մենք շների կացարանի համար հայտարարված մրցույթում չունեցանք որևէ կապալառու մասնակցի, մեզ գումարը չտրամադրեցին, բայց եթե ունենային կապալի հետ կնքած պայմանագիր, գոնե սկսած լինեին աշխատանքները, այդ դեպքում գումարը շարունակեին այս տարի տալ։ Եթե սկսվի ինքը սկսման փուլը ընդունվի, հաջորդ տարի կարող է շարունակել։ Որովհետև հենց մենք կապալի հետ պայմանագիր ունեցանք, սուբվենցիոն պայմանագիր կնքվի տարածքայինի հետ։ Գյումրու քաղաքապետին փոխանող Ավետիս Արաքելյանն անդրադառնալով մտահոգություններին հույս հայտնեց, որ առկա խնդիրները լուծում կստանան եւ ծրագիրը կծառայի համայնքի շահերին։ Ես միանշանակ ձեր կարծիքը կիսում եմ եւ կողմ եմ, որովհետեւ բարտացում է գնաց այս ամեն ինչով։ Ընդդեմ նաեւ այդ 2%-ի շեմը հաղթարել է եւ այլն եւ այլն։ Այսինքն հաջորդիվ հիմա ինչ անենք, կառավարության որոշում է մենք այդ կարգով ուղղի առաջնորդվենք, չենք կարող փոփոխություն ունենենք, ժամկետները չունենք, այդ ամեն ինչը, բայց հաջորդ տարվանից թող նկատի ունենանք նաև այդ ձեր առաջարկությունների այսօրվա հնչեցրած առաջարկությունը ուղիղ քվեարկություններն են։ Հիշեցնենք, քվեարկությունը բաց է մինչև փետրվարի 25-ը։ Ձեր ձայնը կարող եք թողնել Գյումրու համայնքապետարանի պաշտոնական կայք էջում։